Կան արժեքներ, որոնք անհնար է փոխել կամ մոռանալ, արժեքներ, որոնց մասին երբեմն շշուկով կամ մտովի ես խոսում, մտաբերում ու նորից թաքցնում հուշերիդ ամենաջերմ ու խորին անկյունում, թաքցնում, որպեսի դիմանաս, որպեսի ժամանակավորապես բթացնես կորստի ցավը, կորուստ, որի մեծությունը երբեք չափել չես կարողանա։ Այդպիսի կորուստ էր 2023-ի սեպտեմբերի 19-ը, երբ վերջնականապես կորցրեցինք Արցախը։ Մելինե Ավթանդիլյանը մեկն է նրանցից, ում համար պարզապես անհաս երազանք է վերստին վերադառնալ տուն, հայրենի օջախ, հարազատ Արցախ, որտեղ ապրել է իր կյանքի լավագույն տարիները։ Չկարողանալով ապրել թշնամու հետ կողք կողքի, նա տեղափոխվեց Երևան, ընտանիքը սակայն մնաց Արցախում։ 2022 թվականն էր, երբ տեղափոխվեցի Հայաստան, ապրիլի 6-ը, ուղիղ 3 տարի է։ Սկզբնական շրջանում ասել, որ հեշտ էր, ոչ իհարկե, բնականաբար նոր շրջապատ, նոր աշխատանք, նոր ընկերներ, ամեն ինչ նոր էր ու դժվար էր։ Բայց այսօր ունեմ մեծ ընկերություն այստեղ, ընկերներ, որոնք իմ համար ընտանիք են ու այսօր չեմ կարող բողոքել, ամեն ինչ լավ է։ Իսկ ինչպես ստացվեց, որ հենց դուք եկաք, բայց ընտանիքը մնաց դեռ Արցախում։ Ճիշտ ասած, ընտանիքս մի քիչ շատ լավատեսորեն էր նայում, որ Արցախում ամեն բան լավ կլինի, որ պատերազմից հետո նորից ամեն ինչ առաջվա նման կլինի, բայց ես դրան սկսեցի չհավատալ այն ժամանակ, երբ որ սկսեցին գազերը մեկընդմեջ կտրել, ու այն ժամանակ ոնց որ հին ժամանակներում սկսում ենք ջուր տաքացնել, լողանալ եւ այլն, ես հասկացա, որ մենք կոպիտ անջում, բայց իրանց ձեռքերում ենք ու 4 կողմից իրանք են, ինչ ուզում անում են եւ որ ժամանակում ու արդեն պետք է մտածել, որ այդտեղից կարելի է դուրս գալ, որովհետեւ մենք բոլորս գիտենք, որ ադրբեջանցիների, թուրքերի բարած քաղաքականությունը ոնց է լինում։ Հայերի հանդեպ իրանց ատելությունը իրանց տանում է միշտ ցեղասպանության։ Երբ որ պատերազմից հետո մենք հետ վերադարձանք Արցախ, այդ ժամանակ մտնում ենք մենք մեր հայրենիք ու արդեն ամեն ինչ այլ էր, այլ մեր Արցախը չէր, ադրբեջանական դրոշներով, մեր հայրենիքում տեղաշարժվում ենք անձնագրերով, ստուգում են ռուսական բազաներում, ու այդ ամեն ինչը ապրել քո հայրենիքում, բայց կոպիտ ասած լինել հյուր, հա, շատ իրոքից շատ ցավալի էր եւ տեսնել Արցախը իրանց դրոշներով ես չէի կարողանում պրոստը այնտեղ ապրել։ Մի փոքր բլոկադայի օրերի մասին, այո, երբ ընտանիքը այնտեղ էր Արցախում, իսկ դու հեռու, այդ զգացողություններով։ Այդ երևի թե 10 ամիսը, չգիտեմ, իմ ապրումների ամենավատ շրջանն էր, որովհետև ընտանիքի հետ խոսում էիր, դու գիտեր, որ իրանք այդ ուտելիքը չունեն, բայց այստեղ ամեն ինչ լիքն է ու հնարավորություն չկար ուղղակի ուղարկելու իրանց համար։ Դաժե հիշում եմ, որ քրոջս երեխան զանգեց մի անգամ տեսազվանակով, սենց սմետան էր դրած իմ դեմը, ուտում էի, սենց արեց վաղ սմետան ու եմ որ այդ բան ինձնից անկախ ինչպես կտամ ու կթափեմ աղբաման, որովհետև ոնց որ գուլ չգնար այդ ուտելիքը, այո, շատ դաժան էր։ Այդ չեմ կարող նկարագրեմ, իրանց պահում իրենք Նախ երբ զանգում էի, անկեղծ եմ ասում, այդ 10 ամսվա ընթացքում մեր ընտանիքում ու իմ բարեկամներն էլ էին այնտեղ, հորքուրներս, մորքուրներս, մի խոսքով բոլորը այնտեղ էին ու երբ մարդկանց ծնունդներ էր լինում, զանգում էի շնորհավորեմ, անկեղծ եմ ասում, երբեք լույս չի եղել այդ ընթացքում, քանի անգամ ես զանգել եմ, մթության մեջ նստած, բայց այն ջերմությունով, որ իրանք էին հավաքված ու հույսով սպասում էին, որ այս օրերը կանցնի եւ իրանց նորից հետ կգա իրանց հին Արցախը։ Այո, հավատում էին ու հիմնականում չէին էլ բողոքում, ես այստեղ ինձ ավելի շատ էի վատ զգում, քան որ իրանց հետ էի խոսում, որ ասում են ինչ չունեք, ասում են ոչինչ, աղը հողը էփել ենք, միջից աղը հանել ենք, կամ էս ինչ հարևանը մի քիչ պեսոք տվեց, ասենց իրար օգնելով մարդիկ ապրում էին։ ու մեծ հույսով, որ կանցնի այդ օրերը ու բացարձակ ոչ մեկ չէր սպասում, որ կլիներ այն ինչ եղավ ու ես հիշում եմ շատ լավ, այդ օր առավոտյան լսեցի, որ Արցախում պատերազմ է, դե միանգամից ընտանիքս այնտեղ է, պետքա շտապ զանգեցի մայրիկիս,
ասեցի ինչա կատարվում այդտեղ, ասում են որ Արցախում պատերազմ, ասեց չկա ոչ մի պատերազմ, հանգիստ ենք, ես աշխատանք եմ գնում եւ երևի թե չանցավ 1 ժամ, որ մերոնց պրոստը չէի կարող մերոնց հետ կապի հելեի, ամեն ինչ խառնվեց այնտեղ իրար, քաոսային իրավիճակ ստեղծվեց, մանկապարտեզի ժամ, դպրոցի ժամ, ոչ կարողանում եմ երեխեքին գտնեմ, ոչ մերոնց գտնեմ, ասենց իրոք քաոսային իրավիճակ էր ու երբ զանգեցի քրոջս մենակ իրա լացներ հիշումականներից մեջ ոնց էր լացում ու հարցում էի որտեղ եք, ասում էր բոլորը նկուղներում ենք։ Իրանք սպասում էին որ հեսա կհանդարտվի, այս իրավիճակը եւ ինչ որ սահմանին թեթև իրավիճակ է, այնտեղ ապրող մարդը ինձ թվում է պատրաստվեր հա դրան, բայց ոչ այդքան մասշտաբային Ու հետո իրանք որոշեցին, որ չէ, այս մի քանի ժամվա բան չի, դե պապաս 92-ին կռված, վիրավորված, իր համար ինձ թվում է հասկանալի էր ինչա կատարվում ու որոշեց, որ քրոջս ընտանիքն էր, հորքուրիս ընտանիքն էր, հենց իմ ծնողները փոքր քուրս դեռ չամուսնացած էր այն ժամանակ ու որոշեց, որ պետքա տեղափոխվեն այդ տեղից, վտանգավոր է, իրանք հենց Մարտակերտում էին։ Ու ես մի ամբողջ գիշեր բացարձակ ինֆո չեմ ունեցել, ոչ մեկի հետ չէի կարող կապնվեի, զանգ բացարձակ ոչ մեկին չէր գնում, ասենք լույսը բացվում էր ու ես դեռ չէի քնել, որովհետև ոնց քնես, եթե չգիտես ուրա ընտանիքը, ինչա կատարվում, առավոտյան 7-ն էր, քուրս զանգեց նորից, ու հարցրեցի ուր եք, ասեց չգիտեմ, ինչ որ անտառների մեջ ենք, որ հասկանում էր, որ մարդիկ ուղղակի ուզում են փրկվեն։ Մի քանի օր իրանք մնացին այնտեղ, այդ ռուսական բազաներում, իրանց օդանավակայանի մոտ, դրսում, բառի թվում իմաստով դրսում, սնունդ չկար։ Ու դե մի քանի օրից հետո արդեն իմացանք, որ արդեն բաց է եւ մարդիկ կարող են դուրս գալ։ Մի հետաքրքիր բան ասեմ, սեպտեմբերի 16-ին ես գնում եմ Սուրբ Հովհաննես ու իմ ուխտը լինում է այն, որ Արցախը ես հասկանում եմ, որ Արցախը փրկել արդեն երևի թե դժվար է, ես չեմ կարող այդքան լավատեսորեն նայեմ, ասեմ, ոայ, չէ, ամեն ինչ լավ է ու լավ է լինելու, բայց ուզում եի Արցախի ժողովուրդը փրկվել։ Միայն այդ նպատակն ունեի, ու հենց 19-ին սկսվում է այդ չարաբաստիկ օրը։ Ու էլի ես իմ մեջ իմ հույսով, իմ հավատով, աղոթքով սպասում եմ, որ գոնե Արցախի ժողովուրդը տեղափոխվեն այստեղ ողջ ու առողջ, ու այդ բանին որ կորցնում ենք տուն, ամեն ինչ ունենք այնտեղ, ոչ մի բան աչքից չէր երևում։ Միայն ընտանիքս գար հասներ ինձ։ Շատ կուզեի, որ Արցախը նորից հետ գար, բայց ես կուզենայի, որ մեր Արցախը հետ գար այն Արցախը ինչ ունեցել ենք մինչև 20 թիվը, որովհետև եթե պետքա հետ գա այնպես ոնց եղել է 20 թվից հետո, այսինքն 4 կողմից իրանք մեջտեղում մենք, այդ չէ, դաժան էր, անկեղծ դաժան էր, նայում քո հայրենիքում քայլում էիր վախով, այդ ինձ թվում է ոչ մեկ էլ չի ցանկանա այդպես ապրի։ Մելինեն մինչ օրս աշխատում է Կարինան էլ լավագույն մատնահարդարման ստուդիոյում, որին արդեն առիթ ունեցել ենք ներկայացնել խճանկարի նախորդ ծրագրերի ընթացքում։ Բնավորության առումով շատ հարմարվող աղջիկ է, երբեք կոնֆլիկտներ չի ստեղծում, հակառակը աշխատում է հարթի բոլոր տեսակի կոնֆլիկտները, կոլեկտիվի համար նա ուղղակի սենց ավելի շատ, ոնց ասեմ, հավաքող, կապող, միավորող անձնավորություն է։ Իհարկե երբեմն լինում է սուր, որովհետև նա ունի շատ սուր լեզու, որը ինձ թվում է մեկ-մեկ իրականում համ խանգարում է, համ լավ օգնում է։ Բնականաբար սկզբում որպես մասնագետ նա լավ աշխատանքներ էր կատարում, բայց որոշ հարցերում թերանում էր, ես ամեն ձևով նենց էի օգնում, որ ինքը անգամ չզգա այդ ծանրությունը եւ ուղղակի աչքս թաղթեցի, այսօր ինքը դարձել է քաղաքի ամենապահանջված մասնագետներից մեկը։ Այստեղ 20 թվականի պատերազմից հետո, որ հասկացա մենք երկար ենք այստեղ մնալու, սկսեցի խորանալ դրա մեջ, դեն սովորեցի ու հետ գնացինք Արցախ։ Հասկացա, որ քիչ է այն իմ գիտելիքները ինչ ունեմ, որպեսզի աշխատեմ եւ այդտեղ ես եկա Կարինայի մոտ վերապատրաստման ու նորից հետ գնացի Արցախում աշխատելու։ Բայց արդեն հենց վերադարձա Երևան, ապրիլի 6-ին եկա, ապրիլի 9-ից ես Կարինայի մոտ աշխատում եմ։ Արդեն 3 տարի է իրար հետ աշխատում ենք։ Ու դե բնականաբար այդ գիտելիքների մեջ անդադ խորացնում էր Կարինան։ Այսինքն Կարինան է եղել հիմնական պատճառը։
Կարելի ասել, հա, հիմնական հիմք դնողն ու սիրողականի մեջ եղել է, ինչ Կարինա ուրիշ տեղել է մի փոքր կարելի ասել սովորել, բայց հիմնական բուն հիմքը իմ մեջ դրել է Կարինան։ Արցախի բոլոր այնակ կարոտում, հատկապես ինչին, ինչը կուզեիք հետ բերել։ Ինքնատու ցավոթացա։ Անկեղծ ասած, շատ կարոտում եմ իմ հայրական տունը։ Գիտեք, կարոտում եմ մեզ այդ տանը, որ հավաքվում ենք պապաս, մամաս, քույրերս ու բոլորս միասին ենք։ Այստեղ էլ ենք մենք միասին, բայց այնտեղ մեր տանը լրիվ այլ էր ու մեկ-մեկ ես նույնիսկ երազներ եմ տեսնում, ինչպես եմ ես հիմա այնտեղ կողքից եմ տեսնում ուղղակի այդ երազները, շատ եմ կարոտում իմ տունը։ Ինչը կուզեիք հետ բերել, Միլենա։ Խաղաղություն, եթե անկեղծ, հենց այդ խաղաղ օրերը, որ մենք եղել ենք բոլորս ամբողջական, մեր ընկերները բոլորը եղել են, հիմա որ հիշես, արդեն շատ մարդիկ կան, որոնք բացակայ են, մեր այդ ամբողջական վիճակն եմ ուզում, այդ խաղաղ վիճակը, որ չենք մտածում ինչ կլինի հետո։ Այստեղ գտակ ձեր երկրորդ կեսում, պատմեք մի փոքր այդ մասին։ Այդ շատ հետաքրքիր պատմություն է, ուրեմն Դե բնականաբար Արցախից տեղափոխվեցի այստեղ, ապրում էի Վարչով ու որոշ ժամանակ անց, երբ որ ընտանիքս էլ վերադարձավ, ասեմ, որ իմ տան գները բարձրացրեցին ու էլ չէի կարող մնալ այն տանը, որտեղ ապրում էի մինչև մերոնց գալը, բավականին բարձրացվեց գինը։ Մենակ էիր ապրում։ Այո, մինչև ծնողներս գալը մենակ է ապրում ու որոշեցի, որ նոր տուն պետք է վարձեմ։ Նոր տունը վարձեցի, տեղափոխվեցինք, այդ ընթացքում ես տան տիրոջը խոսացել եմ միայն հեռախոսազանգով, իրար չենք տեսել, տունը ես վիդեոզանգով եմ տեսել, վերցրել եւ այլն ու անցնում է որոշ ժամանակ, գալիս է տան վարձի օրը, ես զանգում եմ, ասում եմ, որ եկեք ձեր տան վարձը տարեք եւ այստեղ ինչ որ անսարք բան կա, պետքա դուք սարքեք, ես նոր եմ տեղափոխվել։ Գալիս է Հավան ու բնականաբար նոր է եկել, չգիտի ինչ հարցնի, իրար անծանոթ ենք, բացում եմ դուռը, ասում եմ բարև ձեզ, ինչպես եք ու ես մունաթով դեպրեսիայի մեջ ինձ հիստերիկացած, որովհետև այդ տեղափոխությունը իրականում այնքան դժվար է, նմանած մեր համար։ Տեղափոխվել այդ տունը, այդտեղից եք պատրաստում տեղափոխվել։ Չէ, իմ վարձակալած տնից, որ մերոնք վերադարձան, մի քանի ամիս անց տանտերը վարձը բարձրացրեց, մենք տեղափոխվել ենք այդ տուն։ Հովոյի տուն։ Հա, նոր ենք եկել, էլի, մի որոշ ժամանակ էր, մի շաբաթ երևի թե մի 10 օր անց եկել էր, որ տան վարձը պետքա վճարեի։ Ու որ տենց խոսում եմ դեպրեսիա մեջ, բան է տպավորվում է իր մեջ։ Դու ինքան անդադ, ասում եմ, անդադ բան է եկալ, ինչ որ բան է, տունը անսարք լինի կամ սարքեմ, որ քեզ տենամ, եւ այդ իրոք եղել է, անսարք բան ա եղել, որի համար ինքը երևի թե մի 4 անգամ մասնագետ ա բերել, ու ասում էր չէր ստացվում, ոնց կարա այդ փոքր բանը չստացվի։ Ու տենց անդադ փորձում էր գնալ գալ, հետո սկսեց եք կասկածում, որևիցե հարցում։ Չէ, մտքով անգամ իմ չէր անցել, որտեղ պատկերացում չունեի, որ սենց կստացվի, էլի։ Հետո չգիտեմ ինչպես ստացվեց, որ սկսեցինք, թոշը չեմ հիշում, որ սկսեցինք հանդիպել, այդ ընթացքը նենց ստացվեց, նենց եկավ, նենց գնաց։ Ստացվեց այն, ինչ ստացվեց։ Հովանեսը նոր լույս բերեց Մելինեի կյանք, նոր խինդ ու ջերմություն հաղորդեց նրան։ Հարսանյաց հանդեսի գլխավոր առանձնահատկությունը թերևս այն էր, որ արարողության մուտքն ազդարարվեց Արցախյան աշխարհին բնորոշ ժենգյալով հացի մատուցմամբ, ինչն անխոս, շատ հուզիչ էր։ Մելինեն ինչպես հմուտ մատնահարդար է, այնպես էլ սիրում է խոհանոցը, հատկապես արցախյան ավանդական խոհանոցից շատ հատկանիշներ մինչ օրս փորձում է պահել սովորույթի ուժով։ Այսօր նա կներկայացնի իր տարբերակը՝ արցախյան ուտեստ, մսով տապակա նռան եւ սերկեֆիլի համադրությամբ, ինչպես նաեւ արցախյան փախլավա, որը նախօրեին պատրաստել էր Միլենայի մայրիկը։
Սիրելիս Լիլիա, շնորհակալ եմ հաղորդմանը մասնակցելու համար։ Ես ուզեի նվիրել քեզ մի կարծեմ նաև քեզ համար շատ քայլի։ Ինքը իհարկե մեր նվագեն գործընկերներից մեկի Ասկեր անվանի արտադրությունն է, շատ վաղուց է հասարակել մի քանի տեղ առաջ, նախքան պատերազմը, որը քեզ ամեն անգամ կհիշեցնի Արցախը եւ ուզում որ դու իրեն օգտագործես քո ամենագեղեցիկ օրը, ուզում որ քեզ հաջողություն բերի։ Yok, böyle bir göz sinirimi çekiyorum.